Բարև ձեզ, իմ լավ հետևորդներ ջան, ողջույններս ձեզ Արմաշի համից, ուրեմն ասեմ, տեսեք, սա բելամոր ձուկ է, սառցարանից եմ հանել, մի քանի կտոր ուզում ենք խորոված անենք, ժողովուրդ, ուրեմն այս ձուկը 10 կիլոգրամանոց ձուկ էր, բաժանել ենք մասերի, այսպես տոպրակներով դրել եմ սառցարանը, ամենահամով ձուկն է, ամենահամով, նայեք, ինձ լավ խորոված է ստացվում, խորոված, ժարիտ, ձկան, սառցարանից մի 2 օր առաջ էինք վերցրել, սառցարանում եմ դրել, հիմա ասենց մի տոպրակ հանել եմ, ուզում ենք խորոված անենք, հանել եմ մի ջուր լվացել եմ, նայեք, տեսեք ինչ ընտիր կտորներ է, հլը նայեք, ինչ լավն է, հիմա սոխկը կտրենք, աղ կանանչ ինչ-որ պետք ամուսինս կանի, ուղղակի հիմա ջուրը թափել է, ասի մի հատ սենց ցույց տամ, ու նոր անցնենք առաջ։ Մի քանի հատ կարտոֆիլ անեմ։ Այսպես մնա ջրի մեջ, երկու մասի ես անում, ուզում ես տախտակը տամ, տախտակի վրա կտրենք, սես թող մնա ավելի լավ է։ Այսի հերիքա չէ երևի, շատ պետք չի աղալնի։
Ես մի քանի հատն էլ բդիկներ ա ժողովուրդ ջան, հələ տեսեք ինչքան հետաքրքիր ա։ Սենց բացում ենք, ոսկորը հանում ենք։ Էս էլ Էլենս ա ուզում։ Որ ուզենա սենց այդ ոսկորն էլ լրիվ կհանես։ Վերջ։ Սեպի բարն էլ ես լսնեմ։ Այս լավ հավեսին ձուկ ա։ Էսի փուշ ունի, փշոտ ա։ Բայց յուղոտ ձուկ ա, չէ՞, բելամոր։ 10 կիլոնոց ձուկ ա։ Հա, բելամոր, գիտեմ։ Էսի մեր արմաշի ձկներն ա։ Արմաշի լճերի ձկներն ա, չէ՞։ Շիհանի ձկներ։ Ինչ ձկներ կասնե հովիկ լճերում։ Սազան, բելամոր, հա, լոքո, բայց իշխան չկա, չէ, իշխան չեն։ Հա, չեն պահում, իշխան լճերի մեջ չեն։ Իշխանը որտեղ ա։ Սևանում ա, չէ, հիմնականը հա, լճի ձուկ ա։ Իշխանը լճերում, Սևանա լճում ալում, Սիգան, իշխանը։ Բայց այստեղ լճերի ձկներն էլ ա համով, շատ համով ա։
Ժողովուրդ ջան, շատերը ծանոթ կլինեն, իհարկե մարզերում կան մարդիկ, որ գալիս են այստեղ Արմաշի ձկներից են օգտվում։ Այսիկ վերջ։ Հիմա սա էլ շարի շիշը ու կրակը կվառենք արդեն։ Վերջացրեցինք ժողովուրդ ջան, հիմա կգնանք արդեն կրակի մոտ։ Դեռ կրակն չենք արել, գնանք կրակն անենք, նոր հետո այս սկուտեղը կտանենք։ Հարգելի հետևորդներ ջան, ուզում եմ ցույց տամ, վերջացրեցինք արդեն այդ բոլոր ծառի ճյուղերը կտրեցինք, իհարկե այդ փշատինը, տեսեք ոնց մաքրեցինք, այնտեղ մի քանի հատ փետերա մնացել, սա էլ ասի թող մնա, որ պահածոյի ժամանակ օջախին ինձի պետք կգան սրանք։ Սրանք էլ նկուղ չենք տանելու, այստեղ մի անկյունի վրա կդասավորենք ու այսպես կմնա, ուղղակի հիմա ասենց թողնում ենք չորանա, որովհետև թացա փետերը։ Վառել ենք, այնտեղ մանր չոփեր կա, վառել ենք, վերջացրել ենք, այսպես մաքրեցինք։ Միշտ մարդիկ գարուն են մաքրում, գարուն են գործանում, տաքեր ընկնելուն պես դաշտի գործերը կլինի, այգու գործերը կլինի, իսկ մենք ժողովուրդ ջան, համ աշունն ենք անում, համ գարուն ենք անում, աշունը որ մաքրում ես բակդ, այգիդ, գարնանը այդքան էլ շատ գործեր չես ունենում, մաքուր է լինում։ Սա էլ մեր այգին, շուտով կկանանչի, կծաղկի,
Դե միջև խորովածը պատրաստ լինի, մենք էլ գնանք մեր սեղանը պատրաստենք։ Հայ Էլեն ջան։ Ես էլ հիմա խոհանոցում եմ, ժողովուրդ ջան, մաքրել մի հատ սեղանը։ Պատրաստ կլինի հեսա խորովածը։ Ես էլ էստեղ։ Ծապսները դեմ, ասպես։ Այսպես։ Լավաշը կտրեմ։ Անես պապուկ լավաշա, ժողովուրդ ջան, շատ պապուկ է։ Այսքան բավական է։ Կտրենք ես հացից, պապուկ հացից։ Ես էլ էստեղ։ Սա էլ էստեղ։ Այս էլ տնական պանիր։ Սա էլ ծիծակի թթուն իմ պատրաստած։ Ընտիրություն, ժողովուրդ ջան, ընտիրություն։ Սա էլ դնեմ այստեղ։ Այստեղ ունենք թան և կամպոտ մի փոքր։ Սա էլ նորից պանիր։ Այստեղ էլ նորից թթվասեր, սա էլ կարող է N4 ուտի։ Ինչ համանում դնեմ, մնում է միայն սոկի բաժակները դնեմ, մեկ էլ օղի հարգելիներս։ Հիմա գնամ կրակի մոտ լտեսնեմ խորովածը պատրաստ է, թե չէ։ Այսօր քիչ են փիսիկները, այս ոնց են չկան, Էլեն, ես մեկն ամնաց է, տակա չի կարում, այսօր չկան մեր փիսիկները, կորել են, նայք ժողովուրդ ջան, կամանց արդեն ավելանում են փիսոները։ Առաջին իրանք պիտի ուտեն, հետո մենք։ Չէ՞ Էլեն։ Տակա հլնդե չի կարում։ Տակա չի կարում ուտի։
գնամ ես ամանը բերեմ, մեկ էլ հաց։ Թուրերի Համիտ։ Բերեցիր Արիդ ջան։ Մի քիչ ոնց որ վառվել է, թե չէ։ Գինի է հարգելիներս։ Ինչի նռան գինի է։ Նռան գինի, հələ գույնը տեսեք։ Գույնը տեսեք։ Էլեն ջան, դու էլ ես խմում։ Ամբայ։ Սի կարտոֆիլներն է։ Ակա։ Կարևոր որ փիսիկներին կերծեցինք։ Այս ինչ համով, հոտով, խորոված է ստացվել։ Ջան, սոխերն է լցրավրեն։ Այսպես։